Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կպարզենք, թե ինչպես ծրագրավորել տանկային ռոբոտը, որպեսզի այն կարողանա ուլտրասոնիկ սենսորների միջոցով ճանաչել խոչընդոտները և խուսափել դրանցից շարժվելով անվտանգ ուղղությամբ։ Փորձը սկսելու համար մեզ անհրաժեշտ են արդեն հավաքված տանկային ռոբոտ։ Այն օգտագործվում է ուսումնական նպատակով և հնարավորություն է տալիս ուսումնասիրել միկրոկառավարիչների ծրագրավորումը։ Տանկային ռոբոտը կարող է կատարել տարբեր գործառույթներ, որոնցից են խոչընդոտներից խուսափելը, հեռակառավարումը և այլն։ Այդ գործառույթները նաև կարող են ընդլայնվել արտաքին մոդուլների միջոցով։ USB մալուղ նախատեսված է միկրոկառավարիչը համակարգչին միացնելու համար։ Համակարգիչ անհրաժեշտ է ծրագրավորման համար։ Arduino IDE ծրագիր ծրագրային ապահովում է, որն օգտագործվում է Arduino միկրոկառավարիչների ծրագրավորման համար։ Ապահովում է միջավայր կոդ գրելու, խմբագրելու, կոմպիլյացիայի, բանաքաղության և կոդը միկրոկառավարիչի մեջ ներբեռնելու համար։ Թե ինչպես հավաքել տանկային ռոբոտը կամ տեղադրել Arduino IDE ծրագիրը կարող եք տեսնել տեսանյութի նկարագրության բաժնում հղման տեսքով։ Փորձի ընթացքում մենք գործ ենք ունենալու տանկային ռոբոտի միկրոկառավարման տախտակի, սենսորների միացման և շարժիչային վահանակների, ինչպես նաև սերվոշարժիչի և ուլտրասոնիկ հեռաչափի հետ։ Միկրոկառավարման տախտակը տանկային ռոբոտի հիմնական կառավարման բաղադրիչն է, որը պատասխանատու է ռոբոտի բոլոր գործողությունների կառավարման, ծրագրավորման և գործառականության համար։ Այն ծառայում է որպես ռոբոտի ուղեղ, որը միացնում է բոլոր բաղադրիչները և ապահովում դրանց աշխատանքը։ Միկրոկառավարման տախտակը ներառում է միկրոկառավարիչ, թվային և անալոգային մուտքեր, էներգիայի մատակարարման միացումներ, հաղորդակցության միջերեսներ։ Սենսորների միացման վահանակը տանկային ռոբոտի կարևոր բաղադրիչն է, որն ապահովում է միկրոկառավարիչի և սենսորների, շարժիչների կամ այլ համակարգերի միջև կապը։ Այն օգտագործվում է տարբեր սարքերի միացման և դրանց միջև հաղորդակցության ապահովման համար։ Սենսորների միացման վահանակն ունի անալոգային և թվային արտաքին փիներ, լարման միացումների էներգիայի մատակարարման արտաքին փիներ, հողանցման արտաքին փիներ, հաջորդական հաղորդակցության մուտքեր և ելքեր, APC 220 փիներ և վերագործարկման կոճակ։ Շարժիչային վահանակը նախատեսված է շարժիչների միացման և կառավարման համար։ Շարժիչային վահանակն ունի միկրոսխեմա, արտաքին սնուցման մուտքեր, հոսանքի կառավարող անջատիչ, կոնտակտային տերմինալային բլոկներ։ D11 և D13 կոնտակտային տերմինալային բլոկները պատասխանատու են B շարժիչի արագության և ուղղության կառավարման համար, իսկ D3-ը և D2-ը A շարժիչի կառավարման համար։ Սերվոշարժիչը հատուկ էլեկտրական շարժիչ է, որը նախատեսված է հստակ վերահսկելի դիրքի, արագության կամ ուժի ապահովման համար։ Օգտագործվում է ռոբոտաշինության և էլեկտրոնային այլ նախագծերում։ Սերվոշարժիչները սովորաբար ունեն միայն 0 աստիճանից 180 աստիճանի անկյամբ տեղաշարժվելու հնարավորություն։ Ուլտրասոնիկ հեռաչափը էլեկտրոնային սարք է, որն օգտագործվում է օբյեկտների հեռավորությունը չափելու համար, ստուգելով արձագանքող ուլտրաձայնային ալիքները։ Տանկային ռոբոտի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևոր է, քանի որ դրանք կարող են կանխարգելել ինչպես ֆիզիկական վնասները, այնպես էլ էլեկտրոնային սարքերի խափանումները։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել անվտանգության մի քանի կարևոր կանոնի։ Համոզվել, որ բոլոր միացումները ճիշտ են արված և միայն հետո միացնել էներգիայի աղբյուրը։
Ստուգել, որ բոլոր կապերը եւ միացումները ամուր են։ Ռոբոտը շարժման մեջ դնելուց առաջ համոզվել, որ ճանապարհն ազատ է խոչընդոտներից։ Ռոբոտի հետ աշխատելիս օգտագործել հարթ եւ անվտանգ մակերես։ Ձեռք չտալ ռոբոտի շարժիչներին կամ անիվներին, երբ ռոբոտը շարժման մեջ է։ Եթե սարքը ճիշտ չի աշխատում, նախ անջատել էներգիայի աղբյուրը, ապա հայտնաբերել խափանումները։ Եթե նկատել եք անսարքություն կամ կարճ միացման նախանշաններ, ծուխ կամ հոտ, անհապաղ անջատել ռոբոտը էներգիայի աղբյուրից։ Միայն բոլոր խնդիրները վերացնելուց հետո միացնել ռոբոտը։ Փորձն իրականացնելու համար բացում ենք Arduino IDE ծրագիրը։ Յուրաքանչյուր նոր բացված ծրագիր կոչվում է Sketch։ Այն պահպանում ենք Save As տարբերակով։ Ծրագրի մեջ տեղադրում ենք արդեն պատրաստի ծրագրային կոդը, որը կարող եք գտնել տեսահոլովակի նկարագրության բաժնում, հղման տեսքով։ Ստուգում ենք ծրագրային կոդը, սեղմելով Verify կոճակը կամ կիրառելով Ctrl+R ստեղնաշարային բանալին։ USB լարի միջոցով միացնում ենք միկրոկառավարիչը համակարգչին։ Միկրոկառավարիչը համակարգչին միացնելուց հետո ընտրում ենք Tools, Board, Arduino Uno, այնուհետև Tools, Serial Port, հրամանաշարը։ Ծրագիրը բեռնում ենք միկրոկառավարիչի մեջ, սեղմելով Upload կոճակը։ Արդյունքում էկրանին արտացվում է հաղորդագրություն Uploading։ Սա նշանակում է, որ ծրագիրը փոխանցվում է միկրոկառավարիչին։ Բեռնումն ավարտվեց։ Ծրագիրն էկրանին արտացեց այդ մասին հաղորդագրություն Done Uploading։ Սա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք ստուգել մեր համակարգի աշխատունակությունը։ Երբ ուլտրասոնիկ սենսորը հայտնաբերում է, որ իր առջև խոչընդոտ կա, չափում է հեռավորությունը, եւ եթե այդ հեռավորությունը փոքր է լինում 20 սանտիմետրից, ռոբոտը կանգնում է, այնուհետև որոշում է խոչընդոտը շրջանցել։ Սենսորը պտտվում է, ստուգելով թե աջ, թե ձախ կողմերը։ Եթե երկու կողմից էլ խոչընդոտ չկա, ռոբոտը պատահականորեն ընտրում է, թե որ կողմով շարժվել։ Եթե խոչընդոտը կա միայն մեկ կողմում, օրինակ ձախ կամ աջ, ռոբոտը կատարում է համապատասխան շրջադարձը դեպի այն կողմ, որտեղ խոչընդոտ չկա, ապա գնում է առաջ, շարունակելով իր շարժումը։ Այսպիսով, ռոբոտը կարող է հայտնաբերել խոչընդոտները, ճշտել դրանց հեռավորությունը և շրջանցել դրանք, օգտագործելով պատահական ընտրության մեթոդներ։ Ծրագիրը և սենսորների համակցումը թույլ են տալիս ռոբոտին իրականացնել մեքենայացված շրջանցում, ապահովելով ավելի ճշգրիտ և անվտանգ շարժում։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։